Մեծարգո վարչապետ, պարոն Ֆիցո, հարգելի գործընկերներ, ողջունում եմ Սլովակիայի Հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակությանը եւ անձամբ վարչապետին Հայաստանի Հանրապետությունում։ Սա շատ լավ հնարավորություն է անդրադառնալ մեր երկկողմ օրակարգային հարցերին եւ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչը մենք արդեն արեցինք եւ առանձնազրույցում եւ պատվիրակությունների կազմով հանդիպման ընթացքում նման բարձրաստիճան փոխայցելությունները նոր կյանք են հաղորդում մեր բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսությանը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Ֆիցոյին ինձ ուղղված հրավերի համար այցելել Սլովակիա եւ ես ուրախությամբ ընդունում եմ այդ հրավերը եւ մենք արդեն հասցրեցինք պայմանավորվել, որ առաջիկա այդ հնարավոր այցը ինչ որ առումով կլինի շարունակություն կամ այս այցի, որպեսզի մենք հնարավորություն ունենանք անդրադառնալ այն օրակարգային հարցերին, ինչին առիթ ունեցանք արդեն ձևավորել եւ կարծում եմ դա շատ լավ մոտեցում է, որ մենք կենտրոնանանք կոնկրետ օրակարգերի վրա, որովհետեւ ընդհանուր առմամբ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ լայն է, բայց վարչապետ Ֆիցոյի առաջարկով մենք որոշեցինք վերցնել մի քանի առաջնորդող ուղղություններ եւ այդ ուղղությունների վրա կենտրոնանալով նոր հնարավորություններ բացել նաեւ մեր երկկողմ հարաբերությունների այլ օրակարգերի համար։ Պիտի ընդգծեմ, որ այս այցը իհարկե շատ խոսուն վկայությունն է մեր երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության եւ ես ուզում եմ պարոն վարչապետին շնորհակալություն հայտնել այն աջակցությունների համար, այո, հենց աջակցությունների, որ վերջին տարիներին Սլովակիան տրամադրել է Հայաստանին, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը, որտեղ Սլովակիայի աջակցությունը էական է եղել, նաև եվրոպական խաղաղության գործիքի ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցության առումով, իհարկե հիմա նաև ակտիվ բանակցային փուլ է վիզաների ազատականացման հարցով Եվրամիության հետ եւ մենք շնորհակալ ենք այս հարցում նույնպես Սլովակիայի ցուցաբերած աջակցության համար արդեն այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալու այդ թեմային, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի ունենալու գարնանը եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որ շատ մեծ իրադարձություն է Հայաստանի համար եւ ընդհանրապես եվրոպական կարևորագույն պլատֆորմներից է եւ այդ հարցում նույնպես ես անձամբ դիմել եմ վարչապետ Ֆիցոյին եւ ստացել աջակցությունը ինչպես իր, այնպես էլ մեր մյուս եվրոպական գործընկերների, որը նույնպես ես շատ բարձր եմ գնահատում։ Իհարկե մեր համագործակցության օրակարգերը շատ ընդգրկուն են եւ մենք պայմանավորվեցինք, որպեսզի մեր առաջկա համագործակցությունը կենտրոնացնենք մի քանի ուղղությունների վրա, քաղաքական եւ երկխոսություն, մասնավորապես այդ թվում Հայաստան Եվրամիություն հարաբերությունների համատեքստում շատ մեծ օրակարգ կա էներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության առումով նաև մենք քննարկեցինք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները եւ այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ եւ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ այս այցի արդյունքներով բոլոր այդ ուղղություններով մենք կունենանք կոնկրետ օրակարգեր եւ կոնկրետ նախագծեր։ Իհարկե վարչապետին բավականին ներկայացուցչական գործարար պատվիրակություն է ուղեկցում եւ ես համոզված եմ, որ այդ պատվիրակության այցի արդյունքներով նույնպես տնտեսական տարբեր ոլորտներում մասնավոր հատվածը նոր նախագծերի շուրջ քննարկումներ անելու հնարավորություններ կունենա եւ այդ քննարկումները իհարկե բարձր հովանու ներքո կունենան կոնկրետ արդյունք եւ արտահայտություն։
Մեծարգո պարոն վարչապետ, թույլ տվեք եւս մեկ անգամ ողջունել ձեր այցը եւ կարեւորել այն, ինչպես մեր երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Հայաստան-Եվրամիության հարաբերությունների համատեքստում իհարկե այսօր առիթ ունեցել ենք եւ երկկողմ քննարկումների ժամանակ եւ այսօր մեկնարկած Երևանյան երկխոսություն համաժողովի շրջանակներում առիթ ունեցել եմ ներկայացնելու խաղաղության օրակարգի իրականացման վերաբերյալ մեր պատկերացումները եւ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ մեր ռազմավարությունն է, մեր ռազմավարական որոշումն է մնալ հավատարիմ խաղաղության օրակարգին եւ ես հույս ունեմ, որ այսօրվա զեկույցի ընթացքում կարողացա մեր միջազգային գործընկերներին ներկայացնել եւ ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, իհարկե մենք լիարժեք եւ ամբողջական այդ մասով մեր պատասխանատվությունը կիրացնենք եւ ուրախ եմ արձանագրել, որ մենք նաեւ մեր խորհրդակցություններն ենք շարունակում Ադրբեջանի հետ, որ เป զի այս պատմական հնարավորությունը բաց չթողնվի եւ թույլ տվեք արտահայտեմ իմ համոզմունքը, որ բաց չի թողնվի, որովհետեւ իհարկե ոչ առանց դժվարությունների, բայց մենք շարժվում ենք առաջ եւ այն փաստը, որ մենք այս միջավայրում միջազգային եւ տարածաշրջանային ոչ պարզ պայմաններում կարողացանք ավարտին հասցնել փակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ հաջողությամբ փակել, այսինքն ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, դա իհարկե շատ կարեւոր եւ շատ մեծ ձեռքբերում է, բայց քայլ է, որը պետք է ունենա շարունակություն եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սլովակիայի կառավարությանը եւ անձամբ վարչապետ Ֆիցոին այս հարցում իրեն ցուցաբերած աջակցության համար, որովհետեւ Սլովակիան առաջին երկրներից էր, որ ողջունեց խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը, համաձայնեցումը խաղաղության նախագծի եւ իհարկե այն երկրներից է, որ սպասում է համաձայնագրի ստորագրմանը։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ ձեր այցի, ձեր կառուցողական մոտեցումների, արդյունքի վրա կենտրոնացած ձեր առաջարկությունների եւ քաղաքական աջակցության